Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին։ Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԺՀՄԻ համաժողովը, որի քննարկման առանցքում ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգն ու խորհրդարանական բարեվարկության չափորոշիչներն էին։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը քննարկվել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Եվրոպական քաղաքական ընտանիքին պատկանող հերթական պատվիրակները ժամանեցին Երևան։ Ազգային ժողովում մեկնարկեց ԵԱՀԿ ԺՀՄԻ համաժողովը, երկօրյա քննարկումների առանցքում էին խորհրդարանական բարեվարկության չափորոշիչները, ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը, Եվրամիության արևելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները։ Պատվիրակներից բացի դահլիճում էր նաև մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Թեմատիկ քննարկումներում հյուրերի կողքին նախագահության հատվածում ազգային ժողովի պատգամավորներն են իրենց փորձով ու տեսակետներով։ Համաժողովին բացման խոսքով ներկաներին դիմեց նախ ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Dear colleagues, ladies and gentlemen, it's a great honor to welcome all of you here today. Վլադիմիր Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության թափանցիկության կարևորությունն ու փաստեց, որ դրանով պայմանավորված ամրանում է ժողովրդավարությունն ու այդ առումով նաև հանրային ընկալումը։ Պատգամավորը հաջորդ ասպեկտով խոսեց բարեվարկության վերաբերյալ, շեշտելով, որ դրա առաջմղման հարցում անհրաժեշտ է մշտական պաշտպանություն։ Վարդանյանը նաև ընդգծեց, որ այդ հարցում այսօր մեր երկրում կան էական արդյունքներ։ Մեր կառավարման արդյունքում ներդրվել են բարեվարկության ստուգման մեխանիզմներ, ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ձգտում են կառուցել այնպիսի համակարգեր, որոնք չեն կարող խախտվել անհատական կամ անձնական շահերից ելնելով։ Հաջորդիվ խորհրդարանական ամբիոնից հայերենով ողջունեց Եվրամիության դեսպանն ու հավելեց. Բարև ձեզ, welcome to Armenia. Այնինչ այսօր քննարկում ենք խորհրդարանական բարեվարկության մասով, պետք է ասեմ, որ դա ժողովրդավարության անձնագրի էությունն է։ Երկրների համար, որոնք ձգտում են լավարկել իրենց հարաբերությունները Եվրամիության հետ, քննարկվող թեմաները կարևոր արժեքներ են եւ հանդիսանում են գործնական անհրաժեշտություն։ Խորհրդարանները ամենատեսանելի երաշխավորներն են իշխանությունների տարանջատման համար։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ խորհրդարանն ամենաշատն է քննադատվում ու հիշեցնում, որ ժողովրդավար պետության հիմնաքարը հենց խորհրդարանն է։ Երևանյան քննարկումների առաջին օրը տեսաուղերձով հանդես եկավ ԺՀՄԻ տնօրենը։ Այս համաժողովի անցկացումը Հայաստանի խորհրդարանում եւս մեկ անգամ փաստում է, որ ձեր երկիրը այսօր անշողորեն գնում է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով, նշեց Մարիա Թելալյանը։ Բարեվարկությունը քաղաքականության մեջ եւ հատկապես խորհրդարաններում արժանի է հատուկ ուշադրության։ ԵԱՀԿ ԺՀՄԻ աջակցությամբ իրականացվում է խորհրդարանական էթիկայի վարքագծի կանոնների մշակում։ Մենք անկեղծ հույս ունենք, որ մի շարք երկրների խորհրդարաններ կընդունեն իրենց էթիկայի վարքագծի կանոնները եւ կներդնեն արդյունավետ բարեվարկության շրջանակներ։ Խորհրդարանական բարեվարկության չափորոշիչների էթիկական նորմերի ներդրման թեմայի շրջանակում քննարկումները համանախագահող ազգային ժողովի պատգամավորները ներկայացրին բարեվարկության կանոնակարգի շուրջ խորհրդարանում ընթացող աշխատանքների մանրամասները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի դիտարկմամբ խորհրդարանն անկյունակար է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, այստեղ եղել եմ 2023 թվականին ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։ Հուսով եմ, շուտով ականատես կլինեմ Հայաստանի եվրոպական ընտանիքին միանալուն, շեշտում է համաժողովի մասնակից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը։
Հուսով եմ դուք կարողանաք իրականացնել այն իրավական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության մաս կազմելու համար։ Մենք կշահենք, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը համաժողովի նախօրեին եղել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին ու բնակիչների առօրյային։ Այնտեղ տեսանք նոր իրականություն մարդկանց աչքերում, ուսուցչի աչքերում, որը նորակառույց դպրոցում է աշխատում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության իրականությունը կշարունակվի հավերժ։ Եղել եմ նաև վերակառուցվող եկեղեցում։ Խոսել եմ մարդկանց հետ, ովքեր մինչ այս սովոր էին լսել կրակոցի ձայներ։ Այժմ ամեն ինչ այլ է։ Նրանք կարող են թողնել իրենց փոքրիկ երեխաներին խաղալ, վստահ լինելով, որ ոչ մի վատ բան չի պատահի։ Պետք է ասեմ, որ դա հսկայական փոփոխություն է։ Կարևորում եմ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ I'm very glad with the decision of the Armenian government. Մենք ունենք միայն մեկ աշխարհ, բոլորս պետք է ապրենք միասին խաղաղության մեջ։ Սա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի համոզմունքն է։ Ազգային ժողովի падգամավորների նախաձեռնությամբ գումարվեց արտահերտ նիստ օրակարգում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մեր երկրի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրն է։ Հայաստանի եւ Եվրամիության միջև այսօր կա ընդգրկուն համագործակցություն, հենց այս համատեքստում է նաեւ վերոնշյալ փաստաթուղթը։ Ամբիոնի մոտ է արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Վահան Կոստանյանը խորհրդարանականներին ներկայացրեց մանրամասներ ու փաստեց, որ փաստաթղթում ամրագրված են Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները։ Համաձայնագիրը միտված է նաեւ ճգնաժամերի կառավարման ոլորտում Եվրամիության փորձն ու գիտելիքները օգտագործելուն։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը եւ ըստ էության այս համագործակցության շրջանակներում են նաեւ որ Հայաստանում տեղակայվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաեւ աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերները իրականացնում են։ Ինչպես նշեց փոխնախարարն, այժմ գործում է Եվրամիության 20 նման առաքելություն։ Մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, օրինակ Բոսնիայում եւ Հերցեգովինայում գործող առաքելությունը, կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից Եվրոպական միության առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաև Հայաստանի դեպքում է տեղի ունեցել։ Փաստաթղթի բովանդակային մասից բացի փոխնախարարը падգամավորներին ներկայացրեց ֆինանսական բաղադրիչը, ըստ որի առաքելությանը մասնակցելու համար մասնակից պետություններն իրենք են հոգում իրենց անձնակազմի ծախսերը։ Վահան Կոստանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց. Եվրոպական միությունը թե քաղաքացիական եւ թե ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին, այստեղ տարբեր հաշվարկային մեխանիզմներ կան, այդ թվում պետությունների հնայի հետ կապված եւ այլն։ Հայաստանն առայժմ չի բյուջետավորել մասնակցության ծախսերը, քանի որ այս փուլում դեռ փորձ է արվում համագործակցության համար ստեղծել օրենսդրական շրջանակ եւ չկա որևէ առաքելությանը մասնակցելու որոշում։ Կոստանյանի դիտարկմամբ անհրաժեշտության դեպքում ֆինանսական ծախսերը կկատարվեն թե գերատեսչությունների գործողման բյուջեներից, թե կառավարության պահուստային ֆոնդից։ Իսկ թե Հայաստանի Հանրապետությունն ինչպես է մասնակցելու այս կամ այն առաքելությանը հարցինի պատասխան Կոստանյանը նշեց. Կա ֆորմալ կողմը, որը արձանագրված է համաձայնագրի մեջ, որն ասում է, որ Եվրոպական միությունը հրավեր է ուղարկում եւ Հայաստանը դիտարկում է այս առաքելությունների յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, մերժում է կամ հաստատում է։ Համաձայնագիրը մինչ դահլիճ բերելը նախ քննարկման փուլ է անցել ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել էր հունիսի 30-ին, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը կունենա հնարավորություն մասնակցելու Եվրամիության առաքելություններին։ Մասնակցության շրջանակը ըստ իրավիճակի արդեն կորոշի մեր երկրի կառավարությունը։ Այս համաձայնագրով Հայաստանի սահմանվում է ոչ թե պարտականություն մասնակցելու այդ առաքելություններին, այլ իրավունք։ Նույնիսկ ԵՄ անդամ պետությունները չունեն պարտականություն մասնակցելու առաքելություններին։ Հիմա օրինակ Հայաստանում գտնվող այն ներկայացուցիչները, որոնք
եկել են Եվրամիության դիտորդական առաքելության, ինքնակամ են եկել։ Եվրամիությունը չի կարող որևէ մեկի վրա քվոտա դնել, ստիպել։ Այս տեքստով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրեց քվեարկության, որի արդյունքում խորհրդարանն ընդունեց փաստաթուղթը։ Հայ-ռումինական հարաբերությունները հիմնված են դար շարունակ ձևավորված մշակութային կապերի ու պատմական բարեկամության վրա։ Հատկապես վերջին տարիներին երկու երկրների խորհրդարանական հարաբերությունները զգալի ակտիվացել են, ընդգրկելով քաղաքական երկխոսության, անվտանգության, կրթության եւ մշակույթի ոլորտները։ Այս շաբաթ Հայաստան էր ժամանել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացյանի գլխավորած պատվիրակությունը, նախ հանդիպում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացում ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ։ Այս թեմաներն են եղել զրուցակիցների քննարկման առանցքում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Այս համատեքստում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ռումինիայի ժամանած պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ էր։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է Ռումինիայի հետ համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը։ Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական ու արգասաբեր զարգացումը։ Սրանք արդեն ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերն են Ռումինիայի պատվիրակության հետ հանդիպմանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպման ընթացքում խոսել են խորհրդարանական միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության, բարեկամական խմբերի միջև ծավալվող աշխատանքի մասին եւ ոչ միայն։ Քննարկման հիմնական թեմաները եղել են մեր երկկողմ հարաբերությունները, թե ինչպես կարող ենք առավել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները եւ ինչպես նպաստել Հայաստանի եւ Ռումինիայի միջև հարաբերություններին, թե քաղաքական առումով, թե տնտեսական առումով, խոսել ենք զբոսաշրջության մասին, կարևորել ենք արդեն իսկ գործող ուղիղ թռիչքների արկայությունը Երևանի եւ Բուխարեստի միջև, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից, որտեղ Ռումինիան ունի շատ կարևոր դերակատարում եւ մշտապես եղել է աջակցող Հայաստանի վերաբերող հարցերում վիզաների ազատականացման հարցին է մեծ անդրադարձ եղել եւ ակնկալել ենք, որ Ռումինիան կլինի այն երկրներից մեկը, որը քաղաքական մակարդակում կնպաստի, որ այս գործընթացը արագ եւ արդյունավետ կընթանա։ Անդրադարձ է կատարվել նաև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմանը։ Ռումինիայի մեր գործընկերները ողջավորված են տարածաշրջանում հաստատված խաղաղությամբ, այն տեսանկյունով, որ երբ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ բացվեն հաղորդակցության ուղիները, սա կդառնա ավելի կարճ եւ արդյունավետ տրանսպորտային հանգույց Եվրոպան արևելքին կապելու կամ հակառակը կապելու տեսանկյունից եւ հաշվի առնելով, որ Ռումինիան նաեւ Սև ծովի ափին է գտնվում եւ ըստ էության Եվրոպական միության երկրներից ամենամոտ երկրներից մեկն է Հայաստանին, ըստ տեսանկյունից նաեւ այդ երկկողմ համագործակցության զարգացումը շատ են կարևորում նրանք, տնտեսական կապերի հատկապես, նաեւ պատրաստակամություն հայտնեցին, որ խորհրդարանական մակարդակում կնպաստեն թե մեր տարածաշրջանի զարգացումներ եւ թե նաեւ Եվրամիության մեջ իրենց դերակատարմամբ։ Ամփոփելով կողմերն ընդգծել են տարբեր հարթակներում հարաբերությունների խորացման եւ համագործակցության ուղիների զարգացման անհրաժեշտությունը։ Այս շաբաթ ազգային ժողովի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր եւ քննարկել 1 տասնյակից ավել օրենսդրական նախագծեր։ Ժամկետային զինծառայությունը կդառնա 1.5 տարի, զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով։ 2026 թվականի ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային ծառայությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1.5 տարի։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նախարարի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ, այն է պաշտպան հայրենիա ծրագիր, ատեստավորման համակարգ, արեստավար սերժանտական համակարգ եւ այլն։ Կառավարությունն առաջարկել է զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Կառավարությունը եւս 1 տարով երկարաձգում է էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկից ազատման գործողարտունությունը։ Արտոնությունը տարածվում է միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024 թվականին եւ դրանից հետո։ Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործողարտունությունը երկարաձգել եւս 1 տարով էլեկտրական շարժիչով մեծ, փոքր, միջին ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների ներմուծման համար։ Նախարարը հիշեցրեց էլեկտրական շարժիչով վերոնշյալ տրանսպորտային միջոցները մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ազատված են ավելացրած արժեքի հարկից եւ որ այս արտոնությունը գործում է 2019-ից։ Հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման Հայաստանը 2022 թվականին ունեցել է 7000, 23-ին, 24-ին, 25-ին 8000-ական միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։ Ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի ազատման արդյունքում ըստ նախարարի աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները։ Այսպես 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 2022 թվականի համեմատությամբ աճել է 75%-ով։ 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023-ի համեմատությամբ աճել է 22%-ով։ Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հստակ կարգավորումներ չունեն։ Բաց է տնային թափառող ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը։ Բացը լրացնելու նպատակով էլ մշակվել է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին մայր օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է առկա խնդիրների իրավական լուծումները։ Օրենքի կարգավորման առարկա են տնային թափառող ծառայողական ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիները, սահմանվել են վերոնշյալ կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների ողջ շրջանակը, նաեւ տվել են սահմանումներ, թե վերոնշյալ կենդանիներից յուրաքանչյուրը իրենց ինչ է ներկայացնում։ Օրենսդրական փաթեթով կարգավորվում են կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման, ցուցադրության եւ առուվաճառքի հետ կապված հարաբերությունները։ Օրենքի ընդունումով հաստատվելու է իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքը այս դաշտում, այսինքն սահմանվելու է կառավարության լիազոր մարմինների եւ թիմ ուրեմն լիազորությունները, պատասխանատվության շրջանակը։ Օրենքի հիմնական դրույթներն են դաժան վերաբերմունքի արգելք, կենդանու պահողի պարտականություններ, կենդանու նույնականացում եւ հաշվառում, թափառող կենդանիների կարգավորում, կացարանների պահանջներ, կենդանիների ցուցադրություն եւ ժամանցային միջոցառումներ, ծառայողական կենդանիներ, կենդանիների բուծման սահմանափակումներ, հասարակական վերահսկողություն։ Մյուս կարևոր հարցերի խումբը վերաբերում է թափառող կենդանիների թվաքանակի կարգավորմանը, որը համայնքներում շատ սուր արտահայտված խնդիր է։ Մի խումբ կենդանիներ ստեղծվում են եւ բաց են թողնվում համայնք, մի խումբ կենդանիներ ցմահ պահվում են համայնքում պայմանավորված իրենց առանձնահատկություններով, մի խումբ կենդանիներ պետք է քննեցվեն անասնաբուժության մասին օրենքով սահմանված քննեցման ուրեմն պայմանները, պահանջները խստորեն պահելով։ Նախագծի հիմնական նպատակն է պաշտպանել կենդանիներին դաժան վերաբերմունքից, խրախուսել կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքը եւ ձևավորել իրավական մեխանիզմներ նրանց բարեկեցությունն ապահովելու համար։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բացառությամբ ԱՄՆ-ի, նավթի միջազգային գինը նվազել է 14.4%-ով, պղնձի միջազգային գինը 25 թվականի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.7%-ով, պարենի միջազգային գինը աճել է 6.3%-ով,
պայմանավորված կաթնամթերքի բուսական յուղերի եւ մսի գների աճով։ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հունվար-սեպտեմբերին ապրանքների արտահանումը նվազել է 46.8%-ով, որին նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 9.1%-ով, նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը եւս նվազել է 33.4%-ով։ Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվականակը աճել է 0.8%-ով։ Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.6%-ով, պայմանավորված հիմնականում ծառայությունների եւ շինարարության ճյուղերի աճով։ Հունվար-սեպտեմբերին պաշտոնապես գրանցած գործազուրկների թվականակը նվազել է 15%-ով, կազմել է 36821 մարդ, իսկ վարձու աշխատողների թվականակը աճել է 4.8%-ով, կազմելով 788647 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 5.3%-ով, կազմելով 295042 դրամ։ Ֆինանսների նախարարի խոսքով 9 ամիսներին գնաճն արագացել է, հաստատվելով Կենտրոնական բանկի թիրախային միջակայքում։ Վահե Հովհաննիսյանի խոսքով տարեկան ծրագրով պլանավորված էին 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ եկամուտ եւ 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ ծախսեր, իսկ դեֆիցիտը 604 միլիարդ դրամ։ 9 ամիսների եկամուտների աճը կազմում է 14.3%, իսկ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 14.1%-ով։ Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն կատարել է 79.9 միլիարդ դրամ պակասուրդով, ինչը պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ եւ ծախսերի ցածր կատարողականով։ Պետական դրամային պարտքը նշյալ ժամանակահատվածում աճել է 6.7%-ով, կառավարության պարտքը 7%-ով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը մնացել է անփոփոխ։ 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը կընդգրկվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից 2 տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, ընդգծելով, որ այն ստեղծում է առողջապահության նոր փուլային ներդրվող համակարգի հիմքերը։ Օրենսդրական փաթեթը համատեղ աշխատանքի արդյունք է եւ վերջին 3.5 տարիների ընթացքում ուրեմն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կառավարությունը համատեղ ուրեմն թե քննարկումների, թե նաեւ աշխատանքային գործընթացների շրջանակներում մշակել է Հայաստանի ուրեմն ժողովրդի համար շատ կարեւոր կարելի է ասել պատմական նախագիծ։ Ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ 3 տարվա ընթացքում։ Առաջին փուլով 2026 թվականին կապահովագրվեն 2 խումբ, առանձնացնենք 2 խումբ անձանց։ Առաջին խումբը պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ ապահովագրվող անձինք են։ Դրանք մինչև 18 տարեկաններն են, 65+ տարիքի անձինք են եւ 18-ից 65 տարեկան ուրեմն հաշմանդամության կարգ ունեցող, առաջին, երկրորդ, երրորդ կարգ եւ դրան համապատասխան նաև ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են։ Երկրորդ փուլում 2027-ից համակարգում ներառվելու են մինչև 200,000 դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ 2028-ից մնացած խմբերը, այդ թվում գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքների անդամները։ Նախարարը նշել է, որ օրենքով հստակ սահմանվել են հիմնական ծառայությունների շրջանակը։ 2027 թվականին համակարգում կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից մնացած խմբերը նախարարը ներկայացրեց ապահովագրական փաթեթը ծածկող շրջանակը։ Վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուրժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր ծառայությունները, առանձնացվել են մեր երկրի հիվանդության, մահացության, բեռհանդիսացող հիմնական հիվանդությունները եւ դրանց համար անհրաժեշտ առաջնային ծառայությունները։ Անդրադառնալով վճարումներն իրականացնելուն նախարարը նշեց, քանի որ մեկնարկային տարի է, քաղաքացիները հնարավորություն են ստանալու զինապահ հիմնադրամին ուղղվող գումարների մի մասը տրամադրելու իրենց առողջության ապահովագրությանը։ 200,000-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիները այսօր զինապահ հիմնադրամին վճարում են 5500 դրամ։ Նրանք կշարունակեն վճարել 1000 դրամ զինապահ հիմնադրամին եւ 4500 դրամը հնարություն կուղեն ուղղել արդեն առողջության ապահովագրությանը։ 200,000 դրամից 500,000 դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներով հետ ստանալու ամսական
6000 դրամ։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կգործի հետևյալ սանդղակը։ Նրանք վճարում են զինապահ հիմնադրամին 8500 դրամ, կշարունակեն վճարել 1000 դրամ զինապահին, մնացած 7500 դրամը կշարունակեն վճարել արդեն առողջության ապահովագրության հիմնադրամ եւ ելի սոցկրեդիտների շրջանակներում հետ կստանան 4000 դրամ։ Նախարարի խոսքով մեկնարկային տարում այս խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա։ Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն։ Նոյեմբերի 22-ից 25-ը Սոֆիայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ լիագումար նիստը։ Աշխատանքներին մասնակցելու համար Բուլղարիա մեկնեցին ազգային ժողովի падգամավորները պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի գլխավորությամբ։ Հայաստանը կազմակերպությունում հիմնադիրներից է, կառույցին անդամակցում է 13 երկիր։ Լիագումարում ներկայացվեցին առանցքային զեկույցներ, առաջինը վերաբերում էր նորօրյա աշխարհում արհեստական բանականության դերին։ Հայաստանը ոլորտում թեև սկսնակ է, այդուհանդերձ հաջողությունները տեսանելի են։ Արհեստական բանականության ոլորտում Հայաստանը կարելի ասել նոր է սկսել մեծածավալ ներդրումներն ու զարգացումը, հաշվի առնելով այն աշխատանքները, որ հիմա կատարվում են, եւ այն պրոյեկտները, որոնք կան, ես հուսով եմ, որ մոտ ապագայում մեր դիրքերը զգալիորեն կբարելավեն։ Ու ամենաեականը այդ թվում NVIDIA-ի կողմից $500 միլիոն ներդրումով արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցումն է, որի հետ կապված գիտեք, որ 2 շաբաթ առաջ արդեն ԱՄՆ-ն իր համաձայնությունը տվեց այդ համապատասխան սարքավորումները Հայաստան տեղափոխելու համար։ Ինչպես փաստում է Բաբկեն Թունյանը, Սոֆիայում պատվիրակները համատեղ հայտարարությամբ հաստատեցին Գազայի իրավիճակի եւ մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Անդրադարձ կատարվեց նաեւ կազմակերպության եւ Եվրամիության հարաբերությունների խորացմանը վերաբերող ուղղություններին, քննարկվեցին նաեւ կառույցի ֆինանսական հարցերը։ Բաբկեն Թունյանը օրակարգից դուրս հանդես եկավ նաև ելույթով։ Պատգամավորը կարևորեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը։ Փաստացի խաղաղության պայմաններում սա մեր առաջին այդ պլատֆորմի մեծ հանդիպումն էր։ Մենք հայտարարեցինք, որ մենք վերադիրքավորվում ենք եւ փորձելու ենք շեշտը դնել պոզիտիվ դրական օրակարգերի վրա, փորձելու ենք օգտագործել այս հարթակը, որպեսզի ինտեգրվենք միջազգային ու տարածաշրջանային պրոյեկտներին եւ խորացնենք տնտեսական համագործակցությունը երկրների միջև, ինչը նաեւ խաղաղությունը իր հերթին կամրապնդի եւ այս պլատֆորմը օգտագործելու ենք ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարեկեցության ապահովության համար։ Բաբկեն Թունյանի հայտարարությունը լիագումարում պատվիրակների կողմից ընդունվեց դրական։ Խորհրդարանականները Սոֆիայում կայացած նիստերի շրջանակում քննարկեցին նաև նախագահության փոխանցման հարցը եւ այն ռոտացիոն կարգով 6 ամիս ժամկետով ստանձնեց Վրաստանը։ Հայաստանի եւ Գերմանիայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը կարևորել են ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ընթացքի շուրջ։ Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը։ Այս գործընթացում կարևորվել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում էլ ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ ծրագրի նշանակությունը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ հանդիպել են Հայաստան խմբակցության անդամները։ Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները։ Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող հարցերին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում արկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն լրացնելու նպատակով օրենսդիր մարմնում ընդդիմադիր առաջին ուժը հրավիրեց խորհրդարանական լսումներ։ Մենք չէինք կարող չօգտվել օրենքով սահմանված մեր նաեւ այս լիազորությունից,
եւ ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնել եւ քաղաքական, հասարակական մտքի, վերլուծական եւ փորձագիտական գնահատականների, նաեւ իրավական հիմքերի արկայությամբ ներկայացնել այն խնդիրները, որոնք այսօր ծանր հարված են հասցնում մեր պետության հիմքերին։ Հիմնական զեկույցով արդեն հանդես եկավ նույն խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը։ Ըստ ներկայացված զեկույցի մեր երկրում չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական, քաղաքացիական իրավունքներ ու երաշխիքներ հռչակող օրենքները դարձել են զուտ հռչակագրային փաստաթղթեր։ Ընդդիմադիր խմբակցության համոզմամբ այդ է պատճառը, որ վերջին շրջանում ավելացել են քաղաքական ճնշումները։ Նրանց գնահատմամբ նաև քաղաքական դրդապատճառներով գրեթե 70 անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման։ Քաղաքական բանտարկյալ ճանաչված անձը պարտադիր չէ, որ լինի անմեղ, գործի քաղաքական բաղադրիչը կարող է դրսևորվել օրինակ օրենքի ընտրովի կիրառման մեջ կամ չափազանց խիստ պատժի կիրառման մեջ համեմատած նույնատիպ հանցագործություն կատարած, բայց քաղաքական նախապատմություն չունեցող անձանց հետ կամ վերջապես անարդար դատավարության մեջ, որը այնուամենայնիվ կարող է հանգեցնել մեղավոր անձի դատապարտմանը։ Խորհրդարանական լսումների ընթացքում մասնակիցները ներկայացրին հարցի առնչությամբ իրենց նկատառումներն ու առաջարկները, քննադատեցին իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ թեման քննարկվել է նաև ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավորների հետ, ինչպես նաև պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Եզրափակիչ ելույթում Էլինար Վարդանյանը նշեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն, որոշները կներառվեն հայտարարության նախագծի լրամշակված տարբերակում։